Սվետս, դու իմ ասեն սառած աչքերով չպետք է ինձ նայիր, այ որ դու քնած լինեիր, ես էլ առավոտյան վեր գնայի, գնայի երկուսիս համար սուրճ դնեի, բերեի ննջարան ու միասին խմեինք, ու դու էլ ասեիր, ես ինչ համով սուրճ ես սեպել համովս, ու թուշս պաչեիր։ Ժորիկ, այդ Սուրճի։ Հազար ասեցի, թե հոսանքի հետ քիչ գործ արա, այնքան ախփել գժվել ես։ Դա հոսանքի չի, քո անպատասխան սիրուց է, այնքան ես մերժ է, որ սիրտս կարոտքի ա տվել։ Լավ, մի հատ սուրճ դիր, հետդ խոսալու բան կա։ Լսի, այն աբուլիկիս ասում եմ Աննայի վրա ուշադրություն դարձրու, այդ լակոտ աչքը դրելա Մեգիի վրա։ Ես աբոյն լավ եմ հասկանում, սիրող սրտին չես հրամարի։ Ժորիկ, ես թույլ չեմ տա, որ այդ տկլորան դաստիրակը իմ տուն հարց գա։ Ինձ գիտես ինչ հարց ա պետք, անող, դնող, էփող, թափող, ինձ ենթարկվող, Աննայի նման էլի։ Իսկ ես խիլացի, սիմպաթիչնի, ձեռից ամեն ինչ եկող ամուսին պետք չի։ Էլի սկսեցիր։ Հա, ճիշտ եմ ասում, այ, մեր ընկիմայի ամբյոնի վարիչը, Ատոմյանը, մեզ կարա օգնի։ Գիտես ինչ անում, ուրեմն դուխի ասարքեմ, որ ցանում ես, սիրահարվում են բոլորը։ Լուրջ եմ ասում, այն պատմության ամբյոնի երկու դասախոս կան, տունը մնացած, իրար ատում էին, ցանեցին վրին ամուսնացան, և ութ երեխա ունեցան, վրա։ Լուրջ ես ասա։ Հա։ Իա, բալարի գնանք ոտը։ Գնանք, Սվետ ջան, գնանք։ Բնակվում են խառը մի քանի հոգով Շատ ապեն են չի ոսում ջներ նույն արվով Կյանքը քնություն է թե հանցնես կես հալալա Չմնաս ես տանը լիքվիտ մամայի բալա Դրսում թե տանը մամայի բալա Դատար գրպանը մամայի բալան Սիրահարվում է մամայի համար Տիկին Սվետա, սա սովորական հեղուկներ չեն, սա իոնային դիպոլների սինթեզը, այս սրվակում կատիոններ են, դրական լիցքավորված մասնիկներ, որոնք ես կայունացրել եմ էթիլային սպիրտի հիմքով, իսկ այս սրվակում անիոններ են, բացասական լիցքավորված մասնիկներ։ Դե մարդ ինչ կատյոն անյոն, մարդ հավարի ասա բան հասկանանք էլի։ Ժողովրդական լեզվով ասած, օծանելիքի ցանելուց հետո եւ Աբոն ու Աննան հայտնվեն նույն տարածության մեջ, նրանց շուրջ կստեղծվի էլեկտրամագնիսական դաշտ։ Իոնները կսկսեն կատարել քաոսային շարժում եւ փնտրել հակառակ լիցքի։ Մոլեկուլները երբ կբախվեն, տեղի կունենա էկզոթերմիկ ռեակցիա, ջերմային անջատումով։ Ժողովրդական լեզվով ասած նրանց մեջ կայծ տեղի կունենա, որը կբերի անդառնալի սիրո։ Ոնց որ հոսանքը կարոտքի տա, էլի, հասկացա։ Հասկացա, Ժորիկ, հոբուտ չեմ, հենց մի րոպե էլի, փաստորեն ես պլյուսը փչում եմ աբուլիկիս վրա, ես մինուսն էլ Աննայի վրա, ու երբ որ իրար տեսնում են, գժվում են իրար համար։ Այո, հենց այդպես։ Վայ, մերսի, պարոն Ատոմյան։ Սվետես, գիտական հետազոտությունը ֆինանսի կարիք ունի։ Տեսում ես։
անում դեմդ նայի։ Հազար անգամ կներեք ես հենց հիմա կմաքրեմ։ Մի րոպե։ Ձերք հետ ենկոմ քաշի ինչ ես անում։ Մաքրում եմ, մի վարքյան սպասեք հենց։ Պետք չի, ես կմաքրեմ։ Չէ, ինչի դուք նեղություն քաշեք։ Ես հենց հիմա կմաքրեմ։ Մի վարքյան բան չմնաց։ Վերջ։ Արես ինչ ես անում ընկերուս հետ։ Չէ, նորմալ է, հանգիստ եղեք, ուղղակի շորն եմ մաքրում։ Ես ուղղակի քայլում էի, պաղպաղակը սենց կպավ, նենց էլ ափսոս էր պաղպաղակը։ Այս Pinkberry ուտոպիան վանիլային է, ու շորի վրայից շատ հեշտ է մաքրվում։ Մենակ այս կատնային շոկոլադի հատիկներն են, էդ էլ որ գցեք լվացքի մեքենայի մեջ, շատ հեշտ կմաքրվի։ Արա հեսա քեզ եմ գցելու լվացքի մեքենայի մեջ։ Խես ընկերուս զերկցում։ Այ բայց ես ձեր չեմ գցել, ես ուղղակի մաքր։ Համաձայն եմ։ Իմ մեղավորությունն է, հենց հիմա կմաքրեմ։ Ապերիկ լսի քեզ ինչ եմ ասում։ Դասերից հետո կմնաս լսարանում, գալու եմ մատերը ջարդը։ Արի կյանքս։ Ոնց մատերը բայց ես դասերից հետո չեմ կարող մնամ, ես տուն պիտի գնամ, կուրսային ունեմ գրելու։ Մեգաս են լավանդայի շամպունը վերցրել, ես դրա հոտը շատ եմ սիրում։ Չէ, էլի խնդրում եմ այդ ալոյայովը մի վերցրել, զզվում եմ այդ հոտից։ Աբուլիկ, մամայի բալա ես ինչ ես անում։ Հեչ, մամ ջան, հենվել եմ մեր տան պատին, ասիմա տնամ ես մեր տան պատերը վաբշե պանդոտ են, թե չէ։ Բախի ատունս են շոկ։ Աբուլիկ, այս կոնդիցիոներները շոկին ինչ ես միացրել։ Հետն էլ դրել ես պլյուս 28-ի վրա։ Մամ ջան, այդ ես չեմ միացրել, այդ Մեգին է միացրել, ասում եմ, որ լողանամ դուրս գամ հանկարծ չմրսեմ։ Միա, թող մի քիչ էլ մրսի, կարողա գիտի իրա համար սաունայա։ Աբլիկ, մաման քեզ համար նվեր է բերել։ Նվեր։ Հունիսի 1-ն է, որ ինձ նվեր ես բերել, մամ։ Անարիտ նվեր մամայի բալայի Աբուլիկի համար։ Դուխի։ Ոյ ապրես մամ ջան։ Մերը զատ Ման մերնիկ ես։ Փչի։ Փչեմ։ Փչի։ Լա, փչի։ Վախ, ապրին տղի, ապրին։ Ջանուշ հոտա գալիս իմ տղուց, էլի, մինչև վերջ ցանի Աբուլիկ, մինչև վերջ։ Ապրին, բալան, ապրին։ Ay, ապրին։ Աննա ջան, խնամու բալա ես էլի դաս ես անում։ Այո, տիկին Սվետա կուրսայինից վերջին գլուխն եմ գրում։ Թեման անհաջող ռազմական գործողություններ։ Գիտեք, որ 1932 թվականին Ավստրալիայի բանակը հարձակվել է Էմու ջայլամների վրա։ Ինչ ջայլամների։ Էմու ջայլամների վրա եւ պարտվել է։ Ջայլամներն ավելի արագ էին վազում, քան զինվորները կրակում էին, եւ ես հիմա այդ օրն եմ ընկել պատկերացնում եք։ Այս գրքերը ջայլամների պես հարձակվել են վրաս, ես էլ պիտի հաղթեմ կուրսայինի ճակատամարտում։ Աննա ջան, այդքան սովորում ես ինչ անես, այ բալես։ Մեկա դու մի լավ տեղ հարս ես գնալու, ոտքդ ոտքիդ գցես ու քեզ համար կյանքը վայելես։ Աննա ջան, ես իդեպ քեզ նվեր եմ բերել։ Նվեր։ Բայց ինչի համար տիկին Սվետա։ Ուրեմն ինչ որ առիթ է պետք, որ ես քեզ նվեր բերեմ։ Չէ, ուղղակի այսքան ժամանակ չէր եղել։ Դե հիմի բերել եմ, Աննա ջան։ Էլենայի իսկական իմպորտնի դուխի է։ Գիտես ինչ հոտ ունի, բայց այս ամբողջ ֆլակոնը պիտի ցանես վրետ, էլի։ Հա, ամբողջը ցանի, որ ամիսներով այդ հոտը գա։ Դե ես գնամ դու ցանվի։ Շնորհակալ եմ։ Բա ինչ էր եկել ես տիկին Մունաթը։ Ինձ նվեր էր բերել։ Լուրջ ես խոսում։ Զարմանալի է։ Էսի Աբուլիկից բացի կյանքում ոչ մեկին նվեր չի արել։ Գիտես, բայց ինձ այդքան էլ հոտը դուրս չի գալիս Մեգի։ Տեսնես կնեղանա, որ չցանեմ։ Դե դու էլ մի ասա, որ չես ցանել։ Կամ ասա ցանել եմ։ Ուֆ, մի հատ կտաս հոտը քաշա։ Ահա։ Լսի, բայց ինձ դուր եկավ, գիտես։ Հա։ Հա։ Կուզես նվիրեմ քեզ։ Հա։ Մերսի։ Ոյ։
Օպրես, հանի, գործքդ գոր, մեջքդ, պահի, օպրես մեր չեմպիոն, կեցես մեր դուցազն, օպրես, Ֆորմի մեջ չեմ, պետք է էլի ֆիզո անել։ բայց լավ էլ անում ես, ուղղակի պոկում անելուց պետք է արտաշնչես։ Գոր, ստեղ ես։ Գոր շատ վատ բան ա եղել, չէ, վատ չէ, սարսափելի բան ա եղել, չէ, կատաստրոֆա, աղետ։ Մի հատ հանգիստ։ Ինչ ա եղել, բացատրի տեսնեմ։ Ես իմ համար համալսարանում պաղպաղակ ուտելով քայլում էի։ Մեկ էլ չգիտեմ ոնց, չգիտեմ որտեղից, չգիտեմ ինչպես, հայտնվեց մի հատ աղջիկ ու իմ պաղպաղակը կպավ այդ աղջկա անուշիլ աչքերդ փակի։ Ուսի։ Անուշ աչքերդ բացի։ Լավ էլի Դավիթ, ուսից ես ամաչում։ Ոնց որ Մեգիի հետ հեչ նույն տանը ապրելուց չլինես։ Լավ, բա հետո ինչ եղավ։ Դե հետո հայտնվեց այդ աղջկա ընկերը ու իրան այդքան էլ դուր չեկավ, որ ես մաքրում եմ իր ընկերուհու ու մի խոսքով հասկացաք։ Այդ ձեռիդ փակ պաղպաղակով ես կպել այդ աղջկան։ Չէ, էս չէր։ Ես նոր եմ գնել, ուղղակի փակ էի պահել, որ էլի ինչ-որ մեկին չկպնեմ։ Հիմա հանգիստ բացի ու կեր։ Բա այդ տղեն ինչ ասել։ Դե տղեն ասեց, որ մատերս ջարդելու է։ Բայց որ մատերս ջարդի ես ոնց եմ կոդ գրելու։ Լավ հանգիստ։ Կգնանք ու այս հարցը կլուծենք։ Կլուծեմ։ Աբուլիկ, մամայի բալա այդ մուլտիկը տանջատի արի նրբերշիկ ուտելու, քո սիրածն եմ ես արքում գաուդա պանրով։ Մամ ջան, չեմ կարա գամ, այս մուլտիկի ամենահետաքրքիր պահն է, էլի, որ խնդրեմ այդ ներփերշիկները բերստեղ ուտեմ, էլի, դու գիտես, որ ես սիրում եմ հաց ուտելով մուլտիկ նայել։ Այդ փոքր ժամանակ էի տենց ասում, որ համոզեմ հաց ուտես։ Դե լավ, հեսա կբերեմ։ Ապրես մամ ջան, դու մամա չես, մամայություն ես, մամ։ Մեգս կներես էլի, որ քեզ ուշադրություն հիմա չեմ դարձնում, ուղղակի մուլտիկի ամենաինտրիգային պահն է, բայց վստահ եմ, որ դու շալացուցիչ տեսք ունես, էլի Մեգս։ Աբո ջան, դու կարաս ինձ կյանքում ոչ նայես, ոչ էլ կոմպլիմենտ արա ինձ աբո։ Մեգի։ Ես ինչ անուշոցանելի քեզ ցանել։ Դու էլ, ես երաս չի, չէ։ Ես ինչ սիրուն կովի աչքեր ունես։ Ջան։ Քոնել, բաննա, քոնել, քո ամենիշտես սիրուն է։ Մեկ, ոնց եղավ, որ ինձ սկսեցի հավանել։ Ավելորդ հարցեր մի տուր։ Համբուրիր ինձ։ Աբուլիկ! Մամի մանաս ինչ ա եղել, Մեգին սրա հարվելա վրես։ Սիրը հարվելը ոնը։ Գժվում եմ քո համար, Ալբերտ։ Աղջի, այդ ինչ ես ամնայոց անելիքը ցանել։ Տիկին Սվետա, այդ դուխին Աննան ինձ ա նվիրել։ Եվ հետո ինչ տարբերություն։ Ես գժվում եմ ձեր տղայի համար ու ուզում եմ իրա ձեռքը խնդրեմ։ Ձեռը թերու քաշի իմ երեխուց ու բարձրացի քո սենյակ։ Արագացրու։ Մեգս։ Աբուլիկ, արի ես նրբերշիկը վերցրու գնա քո սենյակում կեր։ Սենյակից դուրս չգաս, մինչև չգամ, հասկացար։
Էլե, այս շաստ է կատարվում։ Մոռացել ես, որ դու պետքա ներսը լինես հաճախորդները դուրսը։ Չէ, չեմ մոռացել։ Ուղղակի սրանք կյանքս կերել եմ։ Դες չեմ դիմացել, ասել եմ դուք գնացեք ինչ ուզում եք սարքեք ձեր համար։ Հա բայց դե չի կարելի։ Իսկ իրանց կարելի է ամենտեղ հետևիցս գալ։ Գործի տեղը իրանք են, դասը իրանք են, գնում եմ տուն երթուղայինում իրանք են։ Իրանց պատճառով է, որ 71 համարի ավտոբուսը միշտ լիքն է։ Գոնե վճարում են, թե քոպես ձևական ճտստում անցնում նստում են։ Ես չգիտեմ ինչ են անում, բայց ես էլ չեմ կարող։ Ես էլ գործից դուրս եմ գալիս գնամ ուրիշ տեղ աշխատեմ։ Հա բայց դա փրկություն չի։ Ուր էլ գնաս հետևիցդ գալու են։ Լավ բան անցավ մտքովս։ Այն մեր քիմիայի ամբիոնի Ատոմյանին հիշում ես։ Հա։ Այդ Ատոմյանը տակից օծանելիքներ է վաճառում, որով կարող ես համ սիրահարվես, համ զզվես։ Գնամ բերեմ։ Հա, բայց կարողա թանկ լինի։ Բայց ով ասե փող եմ տալու։ Նայ, ինքը տակից է վաճառում, ղեկավարությունը դրա մասին չգիտի։ Իսկ ես իրան դրա մասին կհիշացնեմ։ Ապրեսերի։ Ես հիմա իրանց ոնց է ստեղից հանեմ։ Դու հանգիստ հենվի պատին, հեսա ես հանում եմ։ Հələ մի հատ ելեք սաղը ռադն հետ քաշեք ստեից։ Արգելի, հաճախորդներ։ Եթե կարելի է դուրս եկեք, մենք էլ աշխատենք, է։ Ախր, տիկին Սվետա ջան, բայց չասացի զգուշ եղեք, քիմիան խաղոպար չէ, դա ճշգրիտ գիտություն է, դուք վերցրել եք, հակադիր իոնները փչել եք սխալ մարդու վրա, հիմա պլյուսն ու մինուսը կպել են իրար ու ստեղծվել է սիրո էլեկտրական շղթա։ Ես մի ժամ այդ եմ ասում, ես չեմ փչել, ուղղակի չտես մեկին եկավ են խեղճուկրան Աննայից ձեռքից վերցեց ու սաղ փչեց իրա վրա։ Ատոմյան ջան, մի հակատուն չունես, մի բան տուր, որ իրանք հանդիպեն, են Ռոմե Ջուլիետից դառան շունու կատու։ Կրկնակի վճար։ Տիկին Սվետա ջան, սա վանող իոնների խտանույթ է։ Տանում եք և փչում եք մեկի վրա։ Հենց սրա մոլեկուլները կպան աբոյի մոլեկուլներին, սկսեն իրար վանել ու կսկսեն այնպիսի ուժովատել իրար, ինչպես ընդդիմադիր և իշխանական պատգամավորներ։ Եղերցեք։ Նրանք էլ են ձեզնից օգտվում։ Մի քանիսը հա։ Պարոն Ատոմյան, բա որ սա էլ չօգնի։ Բացառված է։ Եթե սա էլ չօգնի, ուրեմն ձեր տղայի ու աղջկա մեջ ոչ թե քիմիա է, այլ ճակատագիր։ Իսկ ճակատագրի դեմ ոչ միայն ես, այլ Մենդելևի աուսյակն է անզոր։ Կօգնի։ Ընկեր Ատոմյան ջան, մի հարցով եմ ուզում ձեզ դիմել։ Կատարյալ ուշադրություն է։ Գոր ոնց ես սենց հանգիստ կանգնել։ Բա ինչ անեմ։ Անհանգստացի, վախեցի ու խառնեմ իրար։ Բավական կան մեզ ծեծեն։ Ասեմ իմանաս, կրվի ժամանակ տենց ա լինում։ Կամ ծեծվում ես, կամ ծեծում։ Հա։ Իսկ ինձ որ մենք լինենք ծեծողը։ Կլինի։ Ես կխոսեմ, հենց քեզ աչքով կտամ, կսկսես խփել։ Սապերիկ, հեսա դու քո սեփական մաշկի վրա կզգաս, թե ինչ է կոչվում ընկերուս կպնելը։ Մի րոպե ախպերս։ Արի խոսանք հասկանանք։ Կարող է ուղակի թյուրիմացություն ա եղել։ Անունս Գոռ է։ Հաճելի է, բրավո։ Գոր, դու ես ախպերս։ Հա։ Ծանոթ ենք։ Հա, ախպերս, մի վաշտում ենք ծառայի, երկրորդ վաշտի Արտաշն եմ։ Գյար։ Դու ես։ Հա, ախպերս։ Գազամ։ Չեմ հավատում։ Գոռ։ Արդեն լիքը խոսացիք, բա երբ ժամանակ կխփեմ։ Դա հանգստացի պետք չի։ Ընկերս է, միասին եք ծառայել։ Գյար, ինչքան ես փոխվել։ Դու էլ ախպերս։
ուրիշ ոնց կամ հա տրամադրվել եք ինձ խփեի գցեի գետնին բա խփեի Աղջիկներ չեմ հասկանում հետս ինչա կատարվում։ Հենց աբոյին տեսնում եմ հոգեկանս խանգարվում, սկսում եմ սեր խոստովանել այդ ուլին։ Մեկի, իսկ դու գիտես, որ դա գիտականորեն բացատրելի է։ Պատմության մեջ էլի են եղել նման խենթություններ։ Քո դեպքը շատ նման է Ներոն Կայսեր պատմությանը, ով իր ձյուն այնքան էր սիրում, որ որոշել էր սենատոր դարձնել։ Հավանաբար դու էլ ուզում ես Ալբերտին մեր տան սենատորը դարձնես։ Աննա, կլինի Անուշից օրինակ վերցնես ու լռես։ Մեկի, բայց դու իսկապես սիրում ես Ալբերտին։ Չէ, Աննա, զզվում եմ, բայց հենց տեսնում եմ սկսում եմ սիրել։ Մեգի ջան, ստեղ ես բոլես։ Տիկին Սվետա, կարող է ուզում եք ինձ վիրավորել, շփոթեցիք։ Չէ, ինչի Մեգի ջան, բալես դու չգիտես, որ ես քեզ համարյա աբուլիկից չափ սիրում եմ։ Բայց նոր ընդեղ ուրիշ բան էիք ասում։ Դե ոչինչ, լավ, դե ծնող եմ էլի։ Խառնված եմ, շփոթված եմ ու որպես ներողություն քեզ համար նվեր եմ բերել։ Նվեր։ Ինչ նվեր։ Դու օծանելիքա, ընտիր իմպորտնի օծանելիք։ Շատ լավ հոտ ունի, արկցամ ես։ Տիկին Սվետա, շատ շնորհակալ եմ։ Միևնույն ժամանակ շատ զարմացած։ Զարմանալու բան չկա։ Այսօր Աննայիս էլ եմ նվիրել, չէ՞ Աննա ջան։ Այո։ Ասեցի, դե որ իրան նվիրել եմ, դու էլ ես իմ բալեն չնեղվես էլի։ Դե ես գնամ դու այդ լավ կցանես էլի սենց, հա։ Ֆու, ես ինչ վատ հոտ է։ Ես էլ ասում եմ Սվետան ինչի պետք է ինձ նվեր անի։ Ֆու, դու տեսնեմ Մեկի։ Ինչ լավն է Մեկի, կնվիրես ինձ։ Հա, մեծ սիրով։ Այս օծանելիքը ինձ շատ հետաքրքիր պատմական փաստ հիշեցրեց։ 18-րդ դարում Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 15-րդի պալատը կոչում էին օծանելիքի արքունիք։ Ասում են թագավորն այնքան էր սիրում սուր եւ տարօրինակ բույրեր, որ հրամայել էր շատրվանում ջրի փոխարեն օծանելիք հոսեցնեին։ Ես էլ սա իմ վրա կցանեմ, որպեսզի թագավորական զգացողություններ ունենամ։ Շատ լավ Աննա ջան, բայց սպասի ես դուրս գամ նոր ցանի, էլի։ Չեմ ուզում այդ անտանելի հոտը իմ վրա էլ կպնի։ Անուշ, կուզես տամ դու էլ ցանես։ Չէ Անուշ ջան, նորմալ է։ Ես այս հարցը կլուծեմ։ Կամ էլ ծեծ կուտենք։ Խնդրեմ պատրաստ է, բարի ախորժակ։ Էլեն ջան, ես քո համար էի պատվիրել։ Հյուրասիրություն։ Շնորհակալություն։ Բայց որ խնդրեմ մի քիչ հեռու կկանգնեք հանգիստ ուտեմ։ Էլեն, բերել եմ տղաների դեմ քո հակաթույնը։ Հիմա ինչ պետք է անեմ, պետք է հյուրասիրեմ խմեն թունավորվեն։ Չէ։ Այս մեկը վերցրու ամբողջությամբ ցանի քո վրա։ Հա։ Ցանի, արագ։ Լավ է։ Բա այս մեկը ինչ պետք է անեմ իրանց վրա ես ցանելու։ Ցանելով ազդեցությունը թույլ է լինելու։ Ես այս կանեմ, սպասի։ Ես վերցրու հյուրասիր իրանց։ Ասա դու խմեն։ Տղաներ ջան, սա հյուրասիրություն է մեր սրճարանի կողմից։ Վերցրեք։ Շնորհակալ եմ շատ Էլեն ջան։ Յախ, ես ինչ զզվելի է։ Ինչը ջուրը։ Չէ, դու։ Այ,
Շնորհակալություն։ Էրիկ, օպրոսից փրկեցիր։ Խնդիր չկա Ալեն ջան։ Ոչ մի խնդիր։ Լսի, մենակ 20,000 դրամ պիտի տաս, որ տամ այդ Ատոմյանին, էլի։ Բայց դու չէիր ասել, որ առանց փող ես վերցնելու, շանտաժ ես անելու։ Հա, փորձեցի շանտաժ անեմ, բայց գիտես ինչ համառն է այդ Ատոմյանը, ինչ ասեցի չեղավ։ Էլի 30 էր ասում, մի կերպ իջացի մինչև 20։ Մեգս արի մի ափսեից իրար հետ հաց ուտենք, ոնց որ իրան հարգող ցանկացած զույգ։ Աբո լսի քեզ ինչ եմ ասում։ Այն ինչ որ մեր մեջ եղավ այսօր, դա ուղղակի սխալ մունք էր։ Ոնց։ Դաժեն, որ ինձ ասեցիր համբուրի ինձ։ Առավել եւս այդ։ Աբուլիկ, Ջան, բա մեր հարսանիքը երբ ա լինելու։ երբ որ մաման թողեց։ Արի մամայի չհարցնենք։ Փախցրու ինձ։ Մեծ սիրով։ Լսից մենք քանի երեխա ենք ունենալու։ 17։ Հա, ես ուզում եմ, որ քո գենից շատ լինի։ Չհասկացա։ Հլա տաղուցս հեռունստի։ Տիկին Սվետա, բայց մենք սիրում ենք իրար, ինչ եք կանգնում երկու սիրող սրտերի մեջտեղ։ Հա էլի մամ, համել մենք որոշել ենք 17 երեխա ունենանք։ Ու ամենամեծ աղջկա սանունը Սվետ եմ տնելու մամ։ Աբուլիկ դու սուս։ Եթե դու հենց հիմա իմ տղու մոտից չհեռացար, քեզ էստանից դուրս եմ շպրտելու։ Աբուլիկ ջան, ախր դու տակ ես, չես հասկանում, դու մեկին չես սիրում, հասկացար։ Հա, հասկացա։ Բայց ում եմ սիրում մամ։ Աննա բալես։ Աննա ջան, բալես արինստի Աբուլիկիս հետ հացկերու մերժել չկա, որ մերժեց կվատանամ սիրտս ճնշումս կբարձրանա կգնեմ հիվանդանոց։ Չէ, տիկին Սվետա, ինչ մերժել, ես իսկապես քաղցած եմ, կուտա։ Նստի ափսե բերեմ։ Ալբերտ, ես ինչ զզվելի է օծանելիքի թոտը, անգամ բարբարոսները հռոմի պատերի մոտերից կփախչեին հետ, շատ զզվելի է։ Աննա ջան, ճիշտ ասած ես չեմ կարա տենց պատմական ակնարկով ասեմ, բայց քո օծանելիքները շատ զզվելի։ Կարաս կողքիցս գնաս, ախորժակս փագում ես։ Մեծ սիրով։ Դե գնա։ Աննա ջան, ես չլինի դու մեկի օծանելիքն ես սանել։ Դե հա, տիկին Սվետա, մենք փոխանակվել ենք օծանելիքներով։ Ես տենց էլ հասկացա։ Աբուլիկ, գնա քո սենյակ։ Լավ էլի մամ։ Ոչ մի լավ էլի։ Գնա լողացի ու մարշ քնելու։ Լավ էլի։ Ախպերներ, կարևորը իրար հասկացանք։ Ուրախ էի ծանոթության համար։ Նմանապես ախպերս, կշփվենք էլ է։ Դե հուսամ էլ այտենց բան չի կրկնվի։ Ռաֆո։ Դավո։ Ախպերներ, նորմալ է, ես ինչ պետք է իրան կբացատրեմ։ Լեկեք դե տնամետում ընկերոջն եք ուզում խփեիք։ Հուսվեց չի։ Ախր իրանք իրանց սխալը արդեն հասկացել էին։ Հիմա ավելի լավ հասկացա։ Ալո, բարև ձեզ, վեսա ճիշտ եմ զանգահարել։ Շատ լավ։ Ինձ օթարակիչ կառաջարկեք, որից դե որ Սվետային ստանը տեղադրեցիք։ Ինչ է անունը։ Դե ասում եմ Սվետա։ Ահա, օթարակիչի։ Գիտեք ճիշտն ասած չեմ հիշում, բայց եթե դուք ասեք, միգուցե հիշեմ ու ես կասեմ որն է։ Այո, մի դե։ Հենց առաջինից գուշակեցիք։ Դե մարդ ուղարկեք, թողա չափագրի։ Ես էլ տանեմ
Սվետիս նվիրեմ։ Ժորիկ, այդ Ատոմյանը Մենդելևյանը ինչ զիբիլայտուրա։ Այ չէ, բանա պատահել։ Ինչ դի պատահիր։ Այդ տղաս դուխին ցանել եմ ամեն ինչ խառնվել է իրար։ Հիմա աբուլիկն ու մեկին ուրվորոյա հարսանիք են անելու։ Լավ, Մի բան տա տանեմ ցանեմ այդ ամեն ինչը ջնջեմ։ հանգստացիր, մի բան կմտածեք։ Յա, գժվել ես այ մարդ։ Ես քեզ ասում եմ մի բան անենք դու դուխի ես ցանում։ Հա դու։ Ժորիկ։ Այդ դու հոբուր ես։ Այո, տենքի Ժորիկ։ Այդ դու չլինին Ատոմյանի օծանելիքի ցանեցիր։ Իհարկե, Սվետիկս։ Երիկուն ինչ ես անում։ Գնանք սիրահարների այգի զբոսնենք, հա։ Շնորհակալ այդ տղա։ Դու չգիտես որ ես ամուսնացած կին եմ։ Ժորիկ ինձ չի կարելի։ Գնանք քայլեք, քանի օծանելիքի ազդեցությունը չի անցել։ Հենց որ անցավ գլուխս ջարդելու ես։ Լավ, ջարդեմ տենց էլ կսարքեմ Ժորիկ։ Էրիկ, էս ի՞նչ է կատարվում։ Հրաշք։ Դու էլ ես դիմել Ատոմյանի օգնությանը։ Չէ։ Չեն կարա աղջիկները իմ համար խենթանան։ Էրիկ, այսքան ժամանակ նույնիսկ մեկ աղջիկ քո համար չի խենթացել։ Ճիշտն ասա, դու էլ ես դիմել Ատոմյանին։ Հա։ Ատոմյանի օգնությամբ Մենդելեևի աղուսակը հրաշքներ ա գործում։ Աղջիկներ ջան, դուք մի կանգնեք, շարունակեք։ Լավ կյանքս։ Ջան։ Մամայի